Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում ձգտել ուկրաինական ճգնաժամի արագ լուծմանը։ Այդ մասին Թրամփը հայտնել է սոցցանցի Truth Social հարթակում։ Միևնույն ժամանակ Թրամփը քննադատել է ԱՄՆ նախորդ նախագահ Ջո Բայդենի եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի գործողությունները։ Նախագահ Զելենսկին եւ Ջո Բայդենը շատ վատ են աշխատել եւ թույլ են տվել, որ այս արծափը սկսվի։ Այս ամենը կանխելու շատ եղանակներ կային, ասել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփը խոսել է նաև Իրանի հետ հարաբերությունների մասին եւ կրկին նշել, պատրաստ է անհրաժեշտության դեպքում կոշտ գործել Իրանի դեմ, այդ թվում ոչնչացնելով Թեհրանի միջուկային օբյեկտները։ Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ եւ պետք է արագ գործեն, ասել է Թրամփը։ Նախագահին հարցրել են, թե արդյոք այդ միջոցները ներառում են հարվածներ Իրանի միջուկային օբյեկտներին։ Իհարկե, պատասխանել է ԱՄՆ նախագահը։ Իրանի պատվիրակությունը կմասնակցի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին, որը տեղի կունենա այս շաբաթ Հռոմում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Իրանի գլխավոր դիվանագետի խոսքով բանակցությունները կրկին կկայանան Օմանի սուլթանության միջնորդությամբ։ Նա նշել է, որ ապրիլի 12-ին Մաքսաթում կայացած առաջին հանդիպումը գերազանց է անցել, իսկ քննարկման հիմնական թեման եղել է իրանական միջուկային դոսեին։ Իրանի արտաքին գործերի նախարարն առանձին շնորհակալություն է հայտնել Օմանի արտգործնախարարին պատվիրակությունների միջև կարծիքների փոխանակման աջակցելու համար։ Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը կապված Ուկրաինայի հակամարտության հետ։ Այդ մասին Լյուքսեմբուրգում ԵՄ խորհրդի նիստից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպայի դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Նրա խոսքով այն կներառի ստվերային նավատորմը եւ այլ տարրեր։ Նախատեսվում է դրա շուրջ համաձայնության գալ մայիսին։ Կայա Կալասը հայտնել է նաեւ, որ ԵՄ երկրները 2025 թվականի համար Ուկրաինային հատկացրել են 23 միլիարդ եվրո ռազմական օգնություն, մինչդեռ անցյալ տարի ԱՄՆ-ի հետ միասին Կիևը ստացել է մինչև 40 միլիարդ եվրո, 20 միլիարդ ԵՄ-ից, 20 ԱՄՆ-ից։ Կանադան մտադիր է մասնակցել Եվրոպայի վերազինման գործընթացին, լրագրողներին հայտնել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։ Նա նշել է, որ Կանադան ամրապնդում է անվտանգությունը վստահելի գործընկերների հետ, ինչը ներառում է երկրի մասնակցության առաջխաղացումը եվրոպական վերազինման նոր պլանին անդրատլանտյան անվտանգության ամրապնդման համար։ Կառավարության ղեկավարը հավելել է, որ այս պլանի մի մասը վերաբերում է նաև Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու շարունակությանը։ Քարնին շեշտել է, որ այդ նպատակներին հասնելու համար Օտտավան կխթանի ներքին արտադրության զարգացումը, այդ պաշտպանական ոլորտում։ Թուրքիայի արդարադատությունը մերժել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին բանտից ազատ արձակելու դիմումը մինչև նրա դատավարության արդյունքները։ Իմամօղլուի շահերը ներկայացնող փաստաբանների պնդմամբ նրա նկատմամբ հետաքննությունն իրականացվել է իրավական նորմերի խախտմամբ։ Ամեն դեպքում Ստամբուլի առաջին ատյանի քրեական դատարանը որոշում է ընդունել, որ Իմամօղլուի կալանքը կշարունակվի։ Նշենք, որ Իմամօղլուն, ով համարվում է Էրդողանի ավելի քան 2 տասնամյակ իշխանության գլխավոր մրցակիցը, կալանավորվել է մարտի 19-ին եւ 4 օր անց պաշտոնապես բանտարկվել կոռուպցիայի մեղադրանքով։